Բարելույս Հայաստան, բարև ձեզ իմ հիանալի հայացք, ես Արթուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, կներեք այս երկու օրը ես ձեզ հետ չեմ եղել կապի, քանի որ իրադարձությունները թույլ չէին տալիս, մենք զբաղվում էինք այն գործով, ինչին որ ես ձեզ խոստացել եմ, իսկ հեսա հերթով ձեզ կասեմ ինչա կատարվում։ Իսկ կատարումը հետևյալը. Հայաստանի Հանրապետությունը վերածում են քաղաքական տերորի եւ քաղաքական տերորի սոուսի տակ իրենք այս օլիգարխների սոուսի տակ անցնում են գործողությունների ընդդիմադիր ուժերի դեմ։ Ես հիմա չեմ խոսում, քիչ անց կասեմ Գագիկ Ծառուկյանի պահով, հիմա ասում եմ հետևյալը. Նիկոլ Փաշինյանը ուզում այդ օլիգարխա կառումպացված անկաշառքների թեմայի տակ բոլորին սենց սվաղի, բայց նրա մոտ դուրս չի գա մի դեպքում, որտեղ մենք կոմունիստ ենք եւ մենք չունենք ոչ մի վատ բան արած բացի լավից։ Դրա համար առայժմս հույսով եմ, որ նրանք մեզնից հեռու կխաղան, իսկ մենք դեմ չենք, որ նրանք անգամ մոտիկ խաղան, մենք իրենցից չենք վախենում, թող գան, ինչ են անելու, ոչ մի բան չեն կարա անեն, իրանք այդքան չկան, որ կարանան մեզ ինչ-որ մի բան անեն։ Իսկ ամենակարևորը, որ իրենք դրա մասին խոսում են։ Ինչպես գիտեք, քաղաքապետ Տիգրան Ավինյանը անգամ կոչ է արել անցնել տերորի, քաղաքական տերորի։ Խնդրեմ տեսա հոլովակը։ Քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլող կուսակցությանը բառից բուն իմաստով ունեզրկելը։ Սրանք պետք է հացին կակա ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշարք բաժանել։ Ես ուզում եմ տեսնել վարչարարական տերոր։ Ես ուզում եմ տեսնել վարչարարական տերոր։ Տեսակ, Տիգրանը այդքան հետույք չունի, որ առանց Նիկոլի Դաբրոյի այդքան բան ասի, քանի որ իրենք ժողովրդավար պետություն են սարքում։ Իսկ կարի մի տես, որ անցնում են լիարժեք դիկտատուրայի։ Հիմա ինչ կատարվեց Գագիկ Ծառուկյանի հետ։ Եկան միտում խուզարկելու բոլոր այդ իրենց հիմնարկները, սաղ տեղերը, հետո վերցրեցին վարվարի պես։ Խնդրեմ այս տեսա հոլովակը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվեց։ Դատարանի որոշմանը փաստաբանները կանդրադառնան այն ստանալուց հետո։ Տեսակ, Նիկոլ, կարողա պատահի Գագիկ Ծառուկյանին կանչեիք, քննչական կոմիտե կամ ուր եք կանչում, որ մի գրողի ծոցն եք կանչում, Գագիկ Ծառուկյանը չգար։ Այդ երբ չի եկե որ։ Էս ինչ շոու է սարքում Նիկոլ։ Սիրելի բարեկամներ, ուղղակի գիտեք ինչն է ամոթ, որ ամբողջ աշխարհն է էսի տեսնում, էլի։ Ասենք Գագիկ Ծառուկյանը, արեք ծուռը նստենք դուզը խոսանք։ Բոլոր Հայաստանից դուրս երկրներում, որտեղ որ գնում է, ունի մեծ շրջապատ, առաջի դեմքերի հետ հանդիպում, էս ինչ եք սարքում ես մարդուն։ Նիկոլ այդ որ ասում է իր բոլորիդ բոմժ եմ սարքելու անցելս այդ ծրագրին, նայի բոմժ չմնաս, Նիկոլ։ Ծնված բոմժը չի կարա լինի, ախր քյալակցիկ նա լավ խոսք ունեն, ասեն բոշեն փաշա չի դառնա։ Եթե դու քեզ դրել ես փաշի տեղ, ապա ես քեզ ասում եմ մի ցիլոտ հանի ու հայլու մեջ նայի։ Դու ոնց եղել ես բոշա, անենց է մնում ես բոշա, Նիկոլ Փաշինյան։ Մարդը, գիտես ինչով է մեծ մարդ, մեծատար մարդ, որ իրան կողքի մարդիկ, դիմացի մարդիկ են սիրում, իրեն ազգն է սիրում, մի հատ անկաջդ կդրի դիր ոռի տակ, տես ինչ է խոսում ազգը քո մասին, թե դու գիտես, որ այդ մի քանի 100,000 ձայնը, որ գողացար ընդդիմությունից եւ ժողովրդից, էդի հենցնես դու ասիր մարդիկ էլ հավատացին։ Սիրելի բարեկամներ, ասելս նա է, որ չի կարելի էլի մարդուն էս աշճանի ստորացնել, չի կարելի, վաղը օր կա, 1000 ու մի ձևի հարց կա Հայաստանի Հանրապետության համար լուծելու, եւ ինձ թվում է, որ Գագիկ Ծառուկյանը եւ իրան նման մարդիկ, ովքեր մեծ լայն կապեր ունեն սահմանից, Հայաստանի սահմաններից այն կողմ, մեծ օգուտ կարող են բերել Հայաստանի Հանրապետությանը,
Բայց այդ մարդուն, որ սենց զրոյացնում եք, վաղ այդ մարդը ինչ երեսով պետքա գնանդե։ Սրանք չգիտեն, բայց ռուսը երկու բաժակ խմում է կամ բելարուսը կամ ուկրաինացին, միթոմ կատակ անում, այս ամեն ինչը հիշեցնելու է, այս ինչ եք անում։ Իսկ տեսեք, ինչա ասե իրեն աղջիկը, կարծեմ աղջիկն է, խնդրեմ։ Մի մարդ, ով ամբողջ կյանքում բարեգործություն է արել, եւ մենք դեռ շատ փոքր ենք եղել ու ես դա միշտ տեսել եմ, դեռս քաղաքականության մեջ չի եղել կամ այսքան մեծ ունեցվածքի տեր չի եղել հայրս, որը կամաց տարին ընթացքում է ձեռք բերել։ Մենք մշտապես ականատես ենք եղել այդ բարեգործական արարքներին, ծրագրերին, այո։ Ու հիմա նմանատիպ վարմունք, նմանատիպ վարվածքը ուղղակի աններելի է ու բարեգործի հետ նման կերպ վարվել, ձեռքերը շղթայած տուն մտնել 13 ժամ հետախուզություն անել ու որևէ լուրջ բան չգտնել։ Մի մարդ Սիրելի բարեկամներ, ես համաձայն եմ այս աղջկա հետ, ինչի համար 90-ական թվերին ես հիշում եմ Գագիկ Ծառուկյանի հին տները առնջում են, կիլոմետրերով հերթ էին կանգնած, մարդիկ բոլոր իրենց խնդիրներով։ Եվ Գագիկ Ծառուկյանը իրենց հետ հանդիպում էր, խոսում էր, ոմանց օգնում էր, ոմանց խորհուրդ էր տալի։ Բայց այդ մարդը արած ունի։ Ինչի՞ եք հիմա այս մարդուն սենց դրես ստորացնում։ Խոսքս իշխանություններին է։ Կամ ժողովուրդը Գագիկ Ծառուկյանին ընտրողներ ինչի ձեն չեք հանում։ Ինչի ձեն չեք հանում։ Իդեպ ասեմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը իրեն հայտարարությունն արել է, որ դատապարտում է նման պահելաձևը քաղաքական գործիչների նկատմամբ։ Հիմա մյուսը, սիրելի բարեկամներ, Նիկոլ ջան, Նիկոլոս, այդ այռուծը ձեզ ինչ էր արել, որ այդ այռուծի գլուխը կերակ։ Գագիկ Ծառուկյանի քնեցված առյուծներից մեկը չի արթնացել, գրում է Փաստինֆոն։ Ծառուկյանի ընդունելությունների տնից տեղափոխելու համար առյուծներին քննացնելը վտանգավոր հետևանքներ է ունեցել։ Ոչ պաշտոնական տեղեկություններով քնեցված առյուծներից մեկը չի արթնացել, գրում է Կայքը։ Կենթանաբանական այգու մամուլի խոսնակը հրաժարվել է հերքել կամ հաստատել տեղեկությունը, ուղղորդելով Երևանի քաղաքապետարան, իսկ Երևանի քաղաքապետարանից նշել են, որ նման ինֆորմացիայի չեն տիրապետում եւ որ քննչական գործողություններ են կատարվում, ավելի ինֆորմացիա չեն կարող տրամադրել։ Կամ այդ կանը չուչել եք ասում, ուչել եք ասում, տալ եք ինչ անեք, տալ եք սելֆի անես, Նիկոլ։ Հա։ Ուզում ես այդ անդիմադիր չուչելների դեմ քեզի կայացման process-ը ծարքես։ Ով կարող է ճիշտը ջոգել այս մեծ աշխարհում ամենաշատը ում եմ ես սիրում, ինչու եմ սիրում, ինչն եմ կարոտում, ինքս էլ չեմ հասկանում։ Արա ոնց չեք ամանչում, ես զարմանում եմ ձեր վրա։ Ես ինչ եք անում։ Ինչ ասեմ, սիրելի բարեկամներ, Նիկոլի դարաշրջանում ենք ապրում։ Երեխաները ասում են Նիկոլի դարաշրջան, ասում ենք այդ որն է։ Եկավ հելավ գլուխներս։ Հիմա սիրելի բարեկամներ, մենք թղթաբանությունը պատրաստում ենք, միամսյա ակցիաներին ենք պատրաստվում Հայաստանի Հանրապետությունում։ Իդեպ ասեմ, մի քանի մարդ հարցեր տվե ում ենք սպասում։ Իսկ սպասում էինք մենք սպասում էինք Ռոբերտ Քոչարյանին։ Քանի որ Ռոբերտ Քոչարյանը մինչև ընտրությունները ասում էր սա. Ժողովուրդ ջան, եթե փորձեն լկտիաբար հաղթանակը տանել մեզանից, ուրեմն ստանալով են հեղափոխություն։ Տեսակ ինքներդ։ Մենք սպասում ենք կարողապատես մարդը հեղափոխություն անում, որպիսի չխանգարենք Ռոբերտ Քոչարյանին։ Բայց արյունի տես հետո եղավ ինչ, եղավ սա։ Հայաստան դաշինքը վերցնում է մանդատները, գիտակցելով մեր պատասխանատվությունը հայրենիքի եւ ընտրողների առջև, Հայաստան դաշինքը խորհրդարան է գործուղելու գաղափարական եւ անկոտրում քաղաքական թիմ, որը քաղաքական դիմադրության առաջնագծում պատրաստ է ստանձնել իր բաժին պատասխանատվությունը, ասված է հայտարարությունում։ Հիմա այս մարդիկ վերցրել են մանդատները։ Դե հիմա ձեզանից յուրաքանչյուրը թող փորձի ինձ բացատրի, որ սա ծրագրված ընտրություններ չէին, որի անունն էր կրկես շոու։ Դե մեկը տասեք, որ էսի ցիրկ չէր, էսի պայմանավորված չէր, է նրանք անդե են խոսում, էս ամենը սուտ էր։ Գագիկ Ծառուկյանի ձայները գողացան, քանի որ Գագիկ Ծառուկյանը չէր մտնում այդ պլանների մեջ, որ ինքը պիտի մասնակցի ընտրություններին, դրա համար ռեպրեսիան սկսավ Գագիկ Ծառուկյանի հանդեպ։ Սիրելի բարեկամներ, ձեզանից շատերը գրել են ում եք սպասում։
պատասխանս հետևելն է ձեզ ենք սպասում, հայ ազգին ենք սպասում, ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ առանց ձեզ մենք ոչինչ ենք, ընդամենը կուսակցություն, ընդամենը քաղաքական գործիչ, մեր հզորությունը ազգի մեջ է, սիրելի բարեկամներ, եւ հիմա մենք սկսում ենք այդ միամսյա մեր ակցիաները, տեսնենք քանի հոգի մարդ այդ գրողներից կգան, իսկ որպեսզի ավելի խորին թեմա լինի, խնդրում եմ այն մարդկանց, ովքեր գալու են եւ մասնակցելու են մեր ակցիաներին, պլյուսներ դրեք սաաբշենյաների մեջ։ Շատ շնորհակալ եմ այն մարդկանցից, երբ որ ես անցյալ հաղորդաշարի ժամանակ հարց տվեցի, թե ով է կիսում մեր տեսակետը, շատ շնորհակալ եմ, քանի որ բավականին շատ էին այդ պլյուսները։ Հիմա խնդրում եմ պլյուս դրեք այն մարդիկ, ովքեր գալու են մասնակցեն։ Եվ ես մի երկու հաղորդաշար հետո ես ձեր այդ հարցին կպատասխանեմ, թե ում ենք սպասում։ Սիրելի բարեկամներ, Նիկոլ Փաշինյանը գնացել էր Եկատերինբուրգ։ Ես ճիշտն ասած գիտեի նամենակ կզում Ալիև Էրդողանի դեմ, այսի ռուսների դեմն էլ է կզում, դե ճիշտ է անում, որ դե կզում է։ Բայց արդեն ուշ է, ռուսները մի հատ լավ խոսք ունեն, ասում է поздно пить боржоми, когда отказали почки։ Հիմա տեսնենք ինչ երկու հայտարարություն կարևոր արել է Կիրիլ Լավրովը։ Խնդրեմ։ Не участвуя в ОДКБ, оставаясь формально членом более уже 2 лет, по-моему, не приезжают армянские коллеги на мероприятия, одновременно активно наращивает сотрудничество со странами-членами НАТО, идут военные учения, закупается продукция военного назначения, обмен делегациями по военной линии и с НАТО, и с Евросоюзом, который тоже сейчас превращается в милитаризованную структуру. Кстати, вот 7 июня, в день как раз выборов в Армении, мой коллега Арарат Самвелович Мирзоян на вопрос, как насчет ОДКБ, он заявил: мы взносы не платим, потому что попросту не участвуем. Это вот прям цитата, практически можете найти ее. 7 июня это было, по-моему. Что в этой ситуации делать, мы сегодня это обсудили. И уже более 2 лет задолженность Армении перед бюджетом ОДКБ, ситуации, которая предусмотрена Уставом Организации договора коллективной безопасности. И мы сегодня договорились посмотреть на задействование соответствующей статьи Устава ОДКБ. Ереван сообщил о совместных военных учениях с Соединенными Штатами, которые пройдут на территории республики. И позвольте спросить, вот как Россия относится к этому шагу Армении? И учитывая то, что в СМИ проходит сообщение о том, что Армения может выйти из ОДКБ, не вызывает ли у России серьезную обеспокоенность предстоящие учения, ведь они будут проходить у российских границ? Спасибо. Ну, уже Кремль комментировал эту ситуацию. Конечно, ничего хорошего в том, что агрессивная страна НАТО пытается проникнуть в Закавказье, мы не видим, и я не думаю, что это для кого-то хорошо, в том числе для самой Армении. Где бы ни появлялись американцы, они, знаете, у них сотни баз по всему миру, нигде это до добра не доводит. В лучшем случае они там сидят спокойно, а очень часто пытаются подбирать под себя все, в том числе и политические процессы. У нас это вызывает сожаление, действия армянского руководства, мы об этом сказали, и вы упомянули ОДКБ. Конечно, такая договоренность, о которой было объявлено, про учения армяно-американские, она выглядит тем более странно, что уже 2 года, как Армения отказывается участвовать в учениях ОДКБ. Объясняя это тем, что вот если бы ОДКБ, как союзное образование с участием Армении, осудило бы Азербайджан, вот тогда Армения стала бы в ОДКБ работать. А когда мы спрашиваем, а почему же вы вот с американцами, с европейцами общаетесь, которые не осуждают Азербайджан?
А они говорят, ну, они же не наши союзники, поэтому осуждать должны вы. Такая достаточно странная, простоватая логика, но я очень надеюсь, что все те союзнические обязательства, которые между нами существуют, и мы их ценим, что они все-таки возымеют действия и возобладают во внешней политике Армении. Насчет того, что там угрожают выйти из ОДКБ, там много есть политиков, которые позволяют себе достаточно аррогантные высказывания по отношению к России. Мы это видим, это уже далеко не вчера началось, но мы помним о том, что когда господин Пашинян еще был политиком не во власти и поднимал армянский народ, он тогда одним из своих лозунгов провозглашал выход из ОДКБ и даже из Евразийского экономического союза. Ну, многие отнесли это на просто счет избирательной кампании, борьба за голоса. Впоследствии господин Пашинян никаких подобных мыслей не высказывал, в том числе и во время саммита ОДКБ в Ереване, где, кстати, на уровне министров, это было 21 год, на уровне министров мы согласовали мандат миссии ОДКБ на границе Армении с Азербайджаном. Все было завизировано, но утром армянские коллеги решили эту тему отложить. Так что, прежде чем нас в чем-то обвинять, нужно свои собственные поступки оценивать. Там какой-то деятель, по-моему, глава парламента, позволил себе высказаться в том плане, что Карабах Азербайджану отдала Россия. Ну, более некорректного и нечестного высказывания трудно себе представить. И он сослался на то, что Карабах был отдан России и Азербайджану, когда Путин, Пашинян и Алиев подписали 10 ноября 2020 года первую трехстороннюю договоренность. Это абсолютно не соответствует действительности. Там вообще ничего не говорится про статус Карабаха. И на тот момент все три лидера исходили из того, что по этому статусу предстоят еще дополнительные переговоры. Но когда впоследствии в Праге, куда были приглашены президенты Азербайджана и премьер Армении, они подписали оба заявления, в котором говорится, что они признают Алматинскую декларацию 1991 года, все, вопрос закрыт. Премьер Армении подписался под документом, в соответствии с которым тогдашняя Нагорно-Карабахская автономная область является частью Азербайджана. И обвинять нас в том, что мы еще 10 ноября 2020 года отдали Карабах якобы, не надо. Это надо отвечать перед своим народом самостоятельно. Տեսակ սիրելի բարեկամներ, ինչ է արել Կիրիլ Լավրովը եւ ինչ է ասում Կիրիլ Լավրովը։ ՆԱՏՕ, Եվրոպա, իսկ ՆԱՏՕ, Եվրոպա, եթե նրանք ասում են, ուրեմն սպասիր ինչին, այո Նիկոլ Փաշինյան, աղետալի պատերազմին են, որ ասում էիր։ Սիրելի բարեկամներ, Ուկրաինայի սցենարին է այդում Հայաստանը։ Եվ դուք տողատակերը կարդացեք, տեսեք ինչ է ուզում ասի Կիրիլ Լավրովը։ Իսկ կոլեկտիվնի բեզապաստստից եթե Հայաստանին հանեցին, դա շատ ուժերի, թշնամի ուժերի ձեռքերը քանդում է պարանից։ Եվ կսպասեք աղետալի պատերազմին, որը որ ասում էր Նիկոլ Փաշինյանը։ Քանի որ նա արդեն 1000 ներողություն ես բառից համար կերծել է ժողովրդին, որ եթե չլինի սահմանադրական մեծամասնություն, բայց միևնույն է սահմանադրական մեծամասնությունը նա ապահովելու է, նախագիծը մտցնելու է եւ այս միթոմ ընդդիմությունը ընտրված պետք է ձայները տան ի օգուտ Նիկոլի։ Կտեսնեք։ Բայց հետո որ միևնույն է սկսեց պատերազմը, նա պիտի ես ասել էի, որ ես պիտի հավաքեմ, ոչ թե սրանց օգնությամբ։ Անենց որ փորձում է բախտը Նիկոլ Փաշինյանը ոչ թե մենակի է, իրա, այլ նաեւ հայ ժողովրդի։
Սիրելի բարեկամներ, այսօր այս կանը քաղաքականությունից իսկ ձեզ բոլորիդ ուզում եմ հիշեցնեմ, ովքեր Երևանում են, Հայաստանի Հանրապետությունում են գտնվում, որ այսօր Կոնդի եկեղեցում հոգե հանգստի արարողությունը կունենա մեծն վարպետ Արտաշես Ալեքսանյանի, իսկ վաղը ժամը 13:00 նույն եկեղեցու հայատից դին մեծն վարպետի, մեծն հայի կտեղափոխվի Սովետաշենի գերեզմանատուն։ Աստված հոգիդ լուսավորի, Արտաշ Ալեքսանյան։ Սիրելի բարեկամներ, այսօր այս կանը, լավ մնացեք, ամուր եղեք, պինդ եղեք, մենք պայքարում ենք, մենք ձեռքերս ծալած նստած չենք, ի տարբերություն ընտրված ընդդիմությանը։ Կեցե Հայաստանից Հանրապետությունը, կեցե հայ ազգս, կեցե հայոց առաքելական Սուրբ եկեղեցին։ Հուսով եմ քանդիպենք, ստեսություն, Աստված բոլորիս պահապան։